Այսօր հայ առաքելական եկեղեցու հայրերը, եկեղեցու մեծերը հաստատել են ճաշու ընթերցվածները եւ հայ առաքելական եկեղեցին այսօր պատարագի ընթացքին ընթերցեց Մատթեոսի ավետարանի այն հատվածը, որտեղ Քրիստոսին մոտենում են փարիսեցիները եւ իրենց սովորույթի համաձայն փորձում են նրան փակուղի տանել եւ փորձում են նրան վիճահարույց հարցերով այնպիսի իրավիճակների մատնել, որպեսզի Քրիստոս չկարողանա ելք գտնել եւ նրանց հարցին ճիշտ պատասխանել, սակայն ինչպես մենք գիտենք Քրիստոսի իմաստությունը, Քրիստոսի ուժն ու կարողությունը նրա ոչ մեկ չէր կարող նրա հետ մրցել եւ հետաքրքիրն այն է, որ իմանալով հանդերձ փարիսեցիները թե ինչ է իրենց պատգամված, նրանք մոտենում են եւ Քրիստոսին հարցնում են, թե օրինավոր է արդյոք, որ մեկը արձակի իր կնոջը ցանկացած պատճառով, այսինքն առանց բռնկության պատճառի, սիրելիներս, մենք գիտենք, որ հին ուխտի համաձայն, եթե մարդը ամուսնանում էր, ինչպես որ երկրորդ օրենքում է ասվում, եթե մարդը ամուսնանում է եւ կին է տանում իր տուն եւ այնուհետեւ նրա մեջ որևէ պղծություն նկատի, կարող է նրան արձակման թուղթ տալ եւ արձակել նրան իր տնից եւ հեռացնել իր տնից։ Այս ամենը հрьяաներին շատ ծանոթ էր, հрьяաները քաջ գիտակցելով այս ամենը մոտենում են եւ Քրիստոսին հարցադրում են անում, թե օրինավոր է արդյոք, եթե մարդ իր կնոջը արձակի եւ արձակման թուղթ չտա առանց բռնկության պատճառի, ցանկանում են տեսնել Քրիստոսի իմաստությունը, ցանկանում են որակել, թե այս անգամ նա ինչ ելք պիտի գտնի եւ Քրիստոս իր աստվածային գիտությամբ, իր աստվածային իմաստությամբ շատ խորիմաստ պատասխան է տալիս, ասելով, որ դուք գիտեք, որ եթե մարդը բռնկություն է տեսնում իր կնոջ կողմից, նա պիտի նրան արձակման թուղթ տա եւ արձակի նրան իր տնից։ Մինչ այդ Քրիստոս արդեն իսկ լրան քարոզում Մատթեոսի ավետարանի 5-րդ գլխում պատգամում է ժողովրդին ասելով, որ լսել եք, թե ինչ ասվեց ձեր հայրերի կողմից, սակայն ես ձեզ ասում եմ, որ ով արձակում է իր կնոջը առանց բռնկության պատճառի, նա շնանում է եւ ով որ արձակվածին է առնում, նա նույնպես շնանում է։ Սակայն Քրիստոս այդ բարձրագետին պիտի հասցներ եւ հենց այստեղ է, որ պիտի ասեր իր ունկնդիրներին, այն ինչ որ Աստված միացրեց, մարդը թող չբաժանի։ Հայ առաքելական եկեղեցու խորհուրդներից մեկը, պսակի խորհուրդը շեշտադրումը հիմնականում կատարում է հենց այս գաղափարի վրա, որ արարողության, Սուրբ Պսակի արարողության ողջ ընթացքին մենք ուշի ուշով հետևում ենք եւ առավելաբար պսակի մասնակիցները, պսակվողները, ամուսին եւ կին, առավելաբար մոտենում են այն խորհրդին, որը մեզ տանում է ասելու, թե այնինչ որ Աստված միացրեց, մարդը թող չբաժանի։ Պսակի արարողությունը ինքնին ոչ միայն ամուսնու եւ կնոջ ֆիզիկական մոտեցումն է, մերձեցումն է, այլ ավելի մեծ կարեւորություն ունեցող նրանց հոգեպես մեկ մարմնի դարձման process-ն է, նրանց հոգեպես իրար մերձեցման եւ հոգեպես մեկ ընտանիքի գաղափարի գործոնն է այստեղ կարևորվում շատ։ Հետաքրքիրն այն է, որ ամուսնության կարևորությունը ոչ միայն Քրիստոսի կողմից է տրվում, այլ ամուսնությունը խրախուսվում է եւ քաջալերվում է նաեւ Պողոս առաքյալի կողմից, որը ասում է, թե ամուսիններ տեր եղեք ձեր կանանց եւ կանանց հորդորում է ասելով, որ կանայք հնազանդ եղեք ձեր ամուսիններին։ Այս ամուսնության բարագային հնազանդությունը եւ տեր լինելը չափազանց կարեւոր է մեր շրջապատի, մեր նորապսակների եւ առհասարակ քրիստոնյա ընտանիքների համար, որովհետեւ շատ հաճախ մարդիկ կարող են սխալ մեկնաբանել տեր եւ հնազանդ լինելու այս գաղափարը,
Աստված մարդուն ստեղծեց իր պատկերով եւ նմանությամբ եւ հետաքրքիր է, որ ամուսնության գաղափարը եւ ամուսնությունը հորդորվեց հենց Աստծո կողմից դրախտում, ասելով, որ աճեցեք, բազմացեք եւ լցրեք երկիրը եւ տիրեցեք դրան։ Աստված հորդորեց ամուսնուն եւ կնոջը աճել եւ բազմանալ եւ տիրել երկրին, սակայն Աստված այստեղ հետաքրքրականն այն է, որ Աստված կնոջը ստեղծեց ոչ թե կավից, ինչպես որ Ադամին, այլ նրա կողոսկրից։ Սա գալիս է ենթադրելու, որ ցանկացած պարագայի կինը պետք է հնազանդ լինի իր ամուսնուն։ Եվ ամուսինը պետք է տեր լինի իր կնոջը։ Տեր լինելու հանգամանքը կարող է երբեմն մեր մեջ հակասություն եւ կարող է մեր մեջ սխալ պատկերացումներ առաջացնել, սակայն պետք է նշել, որ Տերը դա ավելի մեծ պատասխանատվություն է մարդուն շնորհում։ Տեր լինելը ավելի մեծ պարտականություն է եւ ավելի մեծ դժվարություն է մարդուն տալիս, որովհետեւ այն, որ դու Տեր ես ինչպես քո անձին, նույնպես եւ պետք է Տեր լինես քո կնոջ անձին։ Եվ այս ամենը մեզ գալիս է ցույց տալու, որ ամեն պարագայի մենք պետք է հավատարիմ մնանք նախ եւ առաջ Աստծո տված պատվիրաններին, ամեն պարագային մենք պետք է հավատարիմ մնանք մեր քրիստոնեական սկզբունքներին, մեր արժեհամակարգին, եւ որ ամենակարևորն է, պետք է մեր ընտանիքներում սեր եւ խաղաղություն տիրի եւ հավատարմությունը, որը մենք մեկս մյուսին խոստանում ենք պսակի արարողության ժամանակ, ամուսնացողները խոստանում են Սուրբ Խորանի առջև այդ հավատարմության ուխտը, սրբության եւ աստվածպաշտության խոստումները պետք է մեզ հետ լինեն այժմ եւ միշտ եւ ավիտյանս ավիտենից ամեն։